չիմանալու, ասաց Տերն այս աշխարհին, դատաստանի օրն է գալու, նաև վերջ սատանային, ով ճանաչի որդուն Աստծո, որպես իր փրկիչ և Տեր, նա արյունով կկնքվի, կլինի փրկված հավետ, կանչեք անունը փրկարար, Տեր Հիսուսին դուք կանչեք, ձեր հոգին ու ձեր սրտերը դուք նրա առաջ բացեք։ Սակայն վայն է գալու այն տուն, որտեղ Տերը կանարգվի, մտնելու է կանչված հեծյալ, որ պատիժը հաստատի, թե կրում ես անուն Աստծո, մաքրված ես արյունով, ապա կգա փրկությունդ կարան բացած կնիկով, կանչեք անունը փրկարար, Տեր Հիսուսին դուք կանչեք, ձեր հոգին ու ձեր սրտերը դուք նրա առաջ բացեք։ գրակ է մեծ հեծյալները, դունդ պիտի շրջանցեն, դեպի երկինք ճանապարհդ, ապահով պիտի պահեն։ Վահ ямարելի սարսափ, մարդկանց այդ ժամ կպատի, ապարդյուն կփորձեն փախչել, հոսքը պիտի հաստատվի, կանչեք անունը փրկարար, Տեր Հիսուսին դուք կանչեք, ձեր հոգին ու ձեր սրտերը դուք նրա առաջ բացեք։ Սուրբ գրքում գրված բառերը երկնքում կարտացոլվեն, թե ճանաչվեն այդ տողերը, շատ սրտեր դեռ կփրկվեն։ Չկա սակայն ճշմարտություն, որը վեր է հավատքից, որ Հիսուսը դատավորը պիտի իջնի երկնքից, կանչեք անունը փրկարար, Տեր Հիսուսին դուք կանչեք, ձեր հոգին ու ձեր սրտերը դուք նրա առաջ բացեք։ Պատրաստվեք բոլորդ ապա, անդունելու արքային, կրկին պիտի աղաղակվի, Բովասաննա թագավորին։ Քարը քարին չիմանալու, ասաց Տերն այս աշխարհին, դատաստանի օրն է գալու, նաև վերջ սատանային, կանչեք անունը փրկարար, Տեր Հիսուսին դուք կանչեք, ձեր հոգին ու ձեր սրտերը